Ողջույն, թանկագին եղբայրներ և քույրեր, շարունակում ենք մեր աստվածաշնչյան ճանապարհորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Այսօր ուսումնասիրելու ենք ծննդոց 4-րդ գլուխը։ Այս գլխում տեսնում ենք Կայենի և Աբելի, երկու եղբայր, երկու զոհ, երկու սիրտ։ Աբելը Տիրոջը մատուցեց լավագույնը, հավատքով։ Կայենը նույնպես ընծաբերեց, բայց Աստված նայեց ոչ միայն ընծային, այլ սրտին։ Երբ Կայենի զոհը չընդունվեց, նրա սրտում ծնվեց նախանձ և բարկություն։ Աստված նրան ասեց. «Մեղքը դռան մոտ է կանգնած, բայց դու պիտի իշխես դրա վրա»։ Սա շատ կարևոր խոսք է։ Աստված մեղքի հեղինակը չէ։ Մեղքը մտավ աշխարհ մարդու ընտրությամբ, ծննդոց 3-ում։ Բայց Աստված մարդուն անօգնական չթողեց։ Նա տվեց ազատ կամք, տվեց պատասխանատվություն և տվեց հնարավորություն իշխելու մեղքի վրա, քանի որ այդ իշխանությունը արդեն իսկ ծննդոց 1:26-ում տրվել էր մեզ բոլորիս։ Եթե Աստված ասում է դու պիտի իշխես, ուրեմն նա վստահում է, որ քո մեջ, իմ մեջ նրա շնորհով կարող ենք հաղթել։ Բայց Կայենը չիշխեց, նա սպանեց իր եղբորը։ Շատ ժամանակ մենք էլ մեր եղբայրներին ենք սպանում։ Սա առաջին սպանությունն էր, առաջին թափված արյունը երկրի վրա։ Բայց այստեղ մենք տեսնում ենք նաև Հիսուսին։ Աբելը անմեղ էր։ Նա սպանվեց իր եղբոր կողմից։ Նրա արյունը աղաղակում էր երկրից, որպես դատապարտություն։ Եբրայեցիների 12:24-ում կարդում ենք հետևյալը, որ Հիսուսի արյունը խոսում է ավելի զորավոր, ավելի լավ, քան Աբելի արյունը։ Աբելի արյունը պահանջում էր արդարություն։ Հիսուսի արյունը բերում է ներում և ողորմություն։ Ավելի ուշ պատմության մեջ մարդիկ կրկին սպանեցին արդարի Հիսուս Քրիստոսին։ Բայց այս անգամ արյունը դարձավ փրկություն։ Ծննդոց 4-րդը մեզ 3 բան է սովորեցնում։ Առաջինը՝ Աստված նայում է սրտին։ Երկրորդը՝ մեղքը սկսվում է ներսից։ Եվ երրորդը՝ Քրիստոսով մենք կարող ենք հաղթել մեղքին։ Ֆիլիպպեցիների նամակում ասում է ամեն բան կարող։ Թեև Կայենը մեղանչեց, Աստված նրան նշան տվեց։ Դատաստան կար, բայց նաև ողորմություն։ Մեր կյանքի համար կիրառումը հետևյալն է. եթե մեր սրտում նախանձ կա, բարկություն կա, թաքնված մեղք կա, պետք է անմիջապես բերենք այն Աստծո առաջ և անկեղծ բացենք մեր սիրտը։ Մեղքը միշտ սկսվում է փոքրից սրտում, հետո դառնում է գործողություն։ Բայց Քրիստոսով մենք ունենք հաղթանակ, ոչ մեր ուժով, այլ նրա շնորհով։ Հարց. դուք ինչպես եք տեսնում Հիսուսին այս գլխում։ Աբելի նման անմեղ զոհի մեջ, թե խոսող արյան օրհրդի մեջ։ Գրեք մեկնաբանություններում ձեր մտքերը։ Եկեք ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզնից քո արյան համար, որ թափվեց Գողգոթայում, որ խոսում է, ներում է և կյանք է տալիս մեզ։ Օգնիր մեզ իշխելու մեղքի վրա քո շնորհով։ Պահպանիր մեր սրտերը մաքուր ամեն օր։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, բաժանորդագրվեք և շարունակենք միասին մեր ճանապարհորդությունը դեպի հայտնություն։ Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ գլխում։